Ռեկորդ։ Կարաք ասես քո անունը ազգանունը։ Այդա Բալիկյան։ Ուրիշ։ Եվ միշտ ուզում եմ իմանալ քո նախնիկները, նախկիները, որտեղից են, Ուրեմն ինչ ամբողջ որ պատմություն որ գիտեք։ մենք ապրել ենք Երևանում, ծնողներս նորից, ասենք իրանք եկել են Թեհրանից 46 թվին։ Մենք 3 երեխաներով, աղբերներս ես ծնվել ենք Երևանում։ Հայրս շատ աշխատող մարդ է եղել, ստեղծել է մեզ համար սեփական տուն։ 71 թվին մեր սեփականությունը այն ժամանակվա հրամաններով, օրենքներով տունը քանդեցին, իրացրեցին, մեզ տվեցին առանձին բնակարաններ։ Ուրեմն ամուսնանալուց հետո ամուսնուս հետ ունեցել ենք 2 տղա երեխաներ, ամուսինս ուներ նորմալ վարձատրվող աշխատանք, 93 թվականի նոյեմբեր ամսին եկավ տուն, ասեց մենք ուզում ենք գնալ Քաշաթաղ, այն ժամանակ Լաչին։ Ասեցի ինչ կա Լաչինում, ասեց ուզում են վերաբնակեցնել։ Մենք գնանք, որ ժողովուրդը քիչ-քիչ հավաքվի։ Իմ ամուսինը ազգությամբ ասեցինի և հայի խառնուրդ է։ Հորական կողմից օսեթներ, ասեցիններ, մայրական կողմից հայ։ Ինքը եկել է Հայաստան արդեն 7 տարեկանում։ Ուրեմն սովորել է Երևանում, ավարտել, ես էլ բարձրագույն կրթությամբ, նաև բուժքույրական կրթությամբ, 2 մասնագիտություն ունենալով եկել ենք Քաշաթաղ, եկել ենք նպատակը, որ ինքն ասեց ուզում ենք վերաբնակեցնել շրջանը, ասեցի մեր հայաստանցի հայերը ուզում են, որ մենք ապրենք Վանում, Մուշում, այսինքն Արևմտյան Հայաստանում, բայց Արևմտյան Հայաստանի ճանապարհը մեր համար փակ է, իսկ դեպի այն ժամանակ Լեռնային Ղարաբաղ էինք ասում, դեպի Ղարաբաղ փառք Աստծո, մեր հերոս տղեկը ազատագրել են մեր հողերը, պետք է ապրել, չենք թողելու դատարկ, ու տենց մենք եկանք, ամուսինը սկզբում եկավ, երեխեքը դպրոցում էին, դեռ չէին այդ, դպրոցական արձակուրդները դեռ չէին եղել, դպրոցական արձակուրդներից նույնիսկ մի 20 օր շուտ մեծ տղաս, մամա ասեց, արդեն ինչ ենք ասում դպրոցում, կրկնությունները, ես գնամ պապայի մոտ, ամուսինս եկավ տղայից բերեց, մեծին, փոքրը դեռ 8-րդ դասարանն էր, ինքը քննություններ ուներ, փոքրն էլ քննությունները տվել է հունիսի 16-ին վերջի քննությունը, 17-ին մենք մեր ոնց որ ժամանակավոր իրերով տեղափոխվել ենք Լաչին։ Եկանք ամբողջ Լաչինում այդ ժամանակ երևի մի 50 մարդ կար, այդ հունիս ամսին։ Ու շատ դժվարությամբ, ես չգիտեմ մեր կառավարությունները այն ժամանակ ինչ էին որոշել, ինչ հրամանով մեզ բերեցին, այսինքն չբերեցին, թույլ տվեցին մենք վերադառնանք մեր հողերը,
Ուրեմն սկզբում բնակչություն ապրելա ոնց որ հանրակացարանային կյանքով, ընդհանուր ինչ-որ մեկ խոհարար պատրաստելա, իրանք սնվել են, ու ամբողջ ցերեկ զբաղվել են տարածքները նայելով, ուսումնասիրելով, որ նոր մարդկանց բերեն կարողանան բնակեցնել։ Սեպտեմբեր ամսին, այսինքն օգոստոսի վերջին որոշեցին, որ պիտի դպրոցը բացվի։ Ինչ որ մի շենք այնտեղ կարգավորեցին, բավականին մեծ շենք էր, կարգավորեցին նույնիսկ աթոռներ կարգին չկային, որ երեխեքը նստեին։ Ուրեմն մեծ տղաս հոր հետ մնաց, ինձ թվաց, որ իրանք ամուսինս գործուղումով էր գնացել այնտեղ, ոնց որ մեզ թվում էր մենք դեռ ժամանակավոր ենք այնտեղ, մարդիկ էլ քիչ էին, ես փոքր տղայիս հետ 9-րդ դասարան էր, վերադարձա Երևան, ու բնականաբար կապը մեր մեջ կա, համարյա ամեն օր ամուսինս զանգում է, տղես զանգում է, ասում ինչա, ոնց է, մարդիկ ավելանում են, տղես ասեց մամ, ես դեռ միակ աշակերտն եմ 10-րդ դասարանում, 9-ում 2 աշակերտ կա, մի քանիս էլ առաջի դասարանցիներ էլ կային, դրանք էլ իմ տալոջ երեխեքն էին, քուրախպեր, վերջը դեռ քիչ են, ասեցի լավ, այս քառորդը վերջանում է, ես Արմենի հետ վերադառնում եմ, արդեն նորմալ ամեն ինչով, վերջը, բավականին իրերով, անկողնով, սնունդով, ամեն ինչով հավաքվեցին գնացինք, ուրեմն ամուսնուս աշխատավարձը 913 դրամ էր, այդ 913 դրամով են ժամանակ, մենք գնացինք Ստեփանակերտ, ուրեմն առել ենք մի քանի 3 կիլոգրամ վերմիշել, 3 կիլոգրամ կանաչ լոբի, ձեռքս չգնաց նույնիսկ ձուկ վերցնեմ, որ այդ լոբու վրա դնենք, որ ուտենք։ Հացը շատ դժվարությամբ առանք, այնտեղ հաց չէին վաճառում, մենյան ոնց որ բնակչության համար էր ու զինվորականների։ Վերջը, որ սկսեցինք, արդեն երկրորդ անգամ, որ ես լրիվ արդեն իրերով, սնունդով, բավականին մեծ քանակությամբ վերցրած եկա, ծնողներս օգնեցին, եղբայրներս, եկանք ընթացքում արդեն երկուսով էլ 2 տղեկս էլ դպրոց են գնում, 9-րդ և 10-րդ դասարան, մի օր մամայի հետ խոսում եմ, ասեց, աղջիկ ջան, որ մենք այդտեղ ձեզ պիտի պահենք, ավելի լավ չի գաք ստեղ, գոնե ձեզ չենք կարոտի, մեր կողքը կլնենք, ասեցի չէ մամ, մենք արդեն պիտի մնանք ստեղ, ինչքան կարող եք մեզ օգնեք, մինչև մենք ոտքի կանգնենք, ուրեմն ես չասեցի ամուսինս ինչ մասնագիտությամբ էր եկել, այսինքն ինչի են գործուղել, տարածաշրջանում պետք էր անպայման ուժային կառույց, ոստիկաններ, ամուսինս աշխատում էր Երևանի քաղաքային գահում, պետավտո տեսչություններ, ուրեմն ինքը աշխատանքից գործուղվեց, եկավ ստեղ, մենք քանի դեռ ինքն աշխատում էր Երևանում, մենք ինչ-որ կտրուկ, ինչ-որ մի բանի կարիք չենք ունեցել, մեր ամեն ինչը չեմ ասում շատ լավ, շատ սովորական, երբեք չենք մտածել վաղ ինչ պիտի ուտենք կամ ինչ պիտի հագնենք, իսկ այնտեղ այդ պայմանները չէին, վերջը, այդ առաջի տարին մենք ոնց որ ասում են մի կերպ անցկացրինք,
Տունը մենք ապրում էինք ադրբեջանցիների թողած տան մեջ։ Մեր տունը համատաբար մյուս բնակիչներից բավականին լավ էր։ 2 սենյակ էր, ծածկը նորմալ, դե դա այն չէր, ինչ որ մենք սովոր էինք ապրելու, ջրի վիճակն էր լուրջ, բաղնիքը մի քիչ դժվար էր, պիտի փայտ վառեինք, որ այդ ջուրը տաքանար, օգտագործեինք, վերջը։ Ուրեմն մեզ այդ ժամանակ տվեցին, այսինքն բնակիչներ ովքեր կային, ովքեր ցանկանում էին, տվեցին անասնավարկի տեսքով կոպ, որի գումարը մենք պետք է մուծեինք 20 տարի անց։ Այսինքն իրանք տենց փաստաթուղթ էին տվել։ Ով է տվել այդ կոպը։ Այդ փաստաթուղթը տվել է մեզ Լաչինի, այն ժամանակվա Լաչին եմ ասում, որտեղ դեռ Քաշաթաղ չէին ասում, դեռ Լաչին էին ասում։ Լաչինի վարչակազմը, որ 20 տարի հետո մենք պիտի սկսենք դրա գումարը մուծել։ Մեր կովը մի շատ ընտիր կով էր, ես որ երբեք չէի պատկերացնում, ես պիտի կով պահեմ, կովնել էի պահում, հորթել եղավ, հորթնել պահեցինք, հորթերը ցլիկ էին, ցլիկը այսինքն բորցը հորթեր էին, դրանց երկար պահելը իմաստ չունի, դա պիտի իրացնես։ Այս մեր կովն էլ ունենում էր միայն բորց, եկ չէր ունենում։ Վերջը, այդ դրա կաթը, մածունը, հարևանները իրանց անասունները հենց սկզբից իրացրեցին, ստիպված, որտեղ երեխեք ունեն, չեն կարողանում հարմարվել, գումարը քիչ է, աշխատանք չկա, վերջը, մենք 4 հոգի մի կով, բավականին շատ կաթեր տալիս, համարյա օրական 15-ից ավելի կաթեր տալիս, այդքան էլ հորթներ ուտում, որտեղ ես թողում էի հորթը ուտել։ Հարևաններն էլ ումը երբ կաթեր պետք, պրոբլեմ չկար, ուրեմն պիտի ինձ ասեին ու ստանային։ Վերջը, տղաներս դպրոցը ավարտելուց հետո երկուսով էլ առաջի տարին տղաս տվեց Երևանի ոստիկանության ակադեմիան, միավորները քիչ էին, և մեր վարչակազմը ուղեգիր չտվեց, չմիջնորդեց, մի ընդամենը աշակերտ էր գնում ընդեղ, տվել էր քննություններն անցել էր երեխես, 2 միավորով, թե 1 միավորով ինքը չանցավ։ Դե հետ եկավ նորից մեզ մոտ, աղբերն էլ ավարտեց, 2 աղբերներով ընդունվեցին Գորիսում, էլ ինստիտուտ, բայց վճարով։ Մենք էլ աշխատում էինք, ես ինչ որ ոսկեղեն ունեի, մի մասը վաճառեցի, որ երեխեքի ուսման բարձերը տամ, ընդեղ ավարտել են, հետ են եկել նորից արդեն Քաշաթաղի շրջան, Բերձոր, մինչև այդ Լաչիներ, հետո դարձավ Քաշաթաղ, բայց կենտրոնը դարձավ Բերձոր։ Բայց այդ նույն տեղը, բայց այդ Նույն տեղում էինք մնում, բայց արդեն չէինք ասում Լաչին, չէինք ասում Քաշաթաղի շրջան, քաղաք Քաշաթաղ, այլ ասում էինք Քաշաթաղի շրջան, քաղաք Բերձոր։ Երևի 98-9 թվից արդեն Բերձոր է կոչվել քաղաքը։ Այդ ընթացքում ես իմ ծնողներից գումար վերցրեցի, խանութի տեղը դասավորեցինք, սկսեցի աշխատացնել։ Փառք Աստծո, աշխատացնելուց հետո ամուսնուս աշխատավարձն էլ արդեն բարձրացավ, տան հարցերը սկսեցինք արդեն
ոնց որ ասում են ադրբեջանցու տնից, արդեն դուրս եկանք մեր սեփական տները, վարչակազմը օգնեց։ Այսինքն ինքը ասում էր, որ քո տունը սարքելու համար, ասենք տղայիս տան սարքելու համար, իրանք երևի մի 4 միլիոնը իրանք նախատեսեցին։ Բայց այդ 4 միլիոնից երևի մի միլիոնը կորում է, չկա։ Մենք այդ ընթացքում ուզում ենք, որ պատուհանները լավը լինի, որտեղ այդ շինարարը, որը պատրաստում է, բերում էր լրիվ քանդած տներից շինանյութ, որը արդեն գյուղերից, որը զգում էին արդեն դա չեն կարող վերականգնել, դրանք բերում էին իրանք։ Մենք ստիպած հայտնառն բերում տալիս ենք, որ դուրս սարքեն, որ պատուհան սարքեն, որ հատակը պարկի տանեն։ Ամեն ինչը արդեն մենք վրան ավելացնելով տունը սարքել ենք նենց, որ հետո կարողանան նորմալ ապրել։ Նույն ձևի դրանից հետո սարքեցինք մեր տունը։ Էլի նորից մեր իրանք նույնիսկ նախատեսված գումարը վերջում չտվեցին։ Համարյա 1.700.000 Ստեփանակերտի ու Բերձորի այդ շին կազմակերպության մեջ կորցրեցին իրանք։ Շինարարը արդեն իմ ամուսինն էր, որ մենք մեզնից չէինք գողանալու։ Մենք մեզ համար տուն ենք սարքում, մեր քրտինքն էլ ավելացնելով, վերջը սարքեցինք։ Մի տուն էլ փոքր տղայիս համար ենք սարքել, դրան արդեն իրանք չեն մասնակցել։ Ուրեմն մեզ նման կառավարությունը շատերին օժանդակեց, որ տները սարքեն։ 10 տարի այդ տները մեր սեփականությունը չէր համարվում։ 10 տարի հետո համարվեց մեր սեփականությունը։ Արդեն ամեն ինչ, ոնց որ ասում են, կարգավորված, մեր լրիվ աշխատանքը, բավականին պարտքեր մեր վրա կուտակելով, մենք պարտքերը օտարներից չենք վերցրել, իմ մեծ աղբերս հատկապես օգնեց, ասեց ոչինչ, ինչ որ պետք է արեք, ոնց որ ասում են, որ մարդավարի ապրեք։ Ինքը Տղաներս Երևանում է եղել։ ինչպես Ինքը Երևանում է եղել։ Հա, ինքը Երևանում է եղել, ծնողներս էլ, հա։ Վերջը իրանց օգնությամբ մենք նորից, ոնց որ ասում են, մենք մերը ստեղծեցինք։ Խանութում աշխատելը, սոված մարդկանց հետ աշխատելը շատ դժվար է։ Մարդկանց մի մասը գուցե եւ փողը գրպանում, գալիս քեզնից խնդրում է, որ ապրանք տաս։ Մի մասը վերադարձնում է, մի մասը չի վերադարձնում։ Մեր տան մեջ միշտ այդ խոսակցություն եղել է. մամ, մի տուր էլի, մամ, քիչ տուր էլի։ Պարզվում է, ես իմ հերթին եմ տալիս։ Մեծ տղաս, որ ինձ ասում է, մամ, մի տուր, ինքն էլ իր շրջապատում, իր ընկերներին, ինքն է նրանց է տալիս։ Վերջը, փառք Աստծուն, առևտուրը շատ լավ է եղել, բայց առևտրի մեջ աշխատողը երևի պիտի մոռանա, որ ինքը մարդ է։ Մենք մեր գրվածքներից կարծեմ մեր Սունդուկյանն է գրել Բազազ Արտեմի մասին։ Մեր մոտ կային մարդիկ, որոնց խանութպաններ, որոնց մեր բնակիչներն ասում էին Բազազ Արտեմ։ Ինձ նման մարդիկ քիչ են եղել, որ մենք հանգիստ մեր եղածը բաժանել ենք, ասելով ինչ էլ վերադարձնեմ ոչինչ, մարդ են, թող իրանք էլ ոտքի կանգնեն։ Ու սենց ապրել ենք, տղաներս ամուսնացել են, երեխեք են ունեցել, ամեն մեկը մի աղջիկ, մի տղա։ Մեծ տղաս
մի օր ինձ զանգեց աշխատանքի տեղից, Փինբարնում էր աշխատում, առաջատար մասնագետ, զանգեց, ասեց, մամ, ինձ առաջարկում են Արցախ բանկի կառավարիչ։ Ասեց, ինչ կառավարիչ, տղա ջան։ Ասեց, բա պիտի Բերձորում բանկ բացվի։ Ասում եմ, իսկ դու կարող ես։ Մամ ասեց, դե կվերապատրաստվեմ։ Ասեց, դե եթե գտնում ես, որ կարող ես, համաձայնվի։ Վերջը, ինքը դարձավ, պարզվեց, հանձնեց քննությունները, դարձավ կառավարիչ, 9 տարի աշխատել է։ Ինքը դրանից հետո դուրս է եկել աշխատանքից, իսկ փոքր տղաս այս ընթացքում ընդունվել է, ամուսինս արդեն անցել էր կենսաթոշակի, 2001-2 թվականից փոքր տղաս ընդունվեց նորից ոստիկանություն։ Մինչև պատերազմը ավարտեց, հետո էլ ինքը աշխատել է ոստիկանությունում։ Սա իմ ընտանիքի պատմությունն է։ Այս ընթացքում 20 թվականից հետո, որ ասեցին պիտի ժողովուրդը դուրս գա բնակչությունը, հարսները թոռների հետ դուրս են եկել, ես ու մեծ տղաս, ես ասեցի դուրս չեմ գալու, պիտի մնամ, տեսնեմ ինչա լինի։ Հենց ընենց այսքան տարի, 26 տարի մենք ստեղծենք ամեն ինչ, ու մենք թողենք դուրս գանք, ումը, գուցե սա ժամանակավոր բան է, ու դուրս չեկանք, մենք մնացինք մինչև 22 թվականի օգոստոսի 24-ը, երբ արդեն էլ հնարավորություն չկար։ Ուրեմն Բայց ադրբեջանցի զինվորերը տեսել եք։ ադրբեջանցի, ուրեմն 20 թվականի դեկտեմբերի 1-ից հետո արդեն Բերձորում ադրբեջանցիներն էին, այսինքն հիմնական չէին։ Ռուս խաղաղապահները մեզ հետ, իրանց պարետով, մեզ չգիտեմ իրանք ոնց էին պաշտպանում, որովհետև երբ ես մի օր հարցրեցի իրանց կրակելու համար, իրանք ասեցին, մենք իրավունք չունենք կրակենք։ Այսինքն, ասում եմ, բա այդ դեպքում, այս զենքը, ինչ ես դնում ուսից, քո այդ քնելա տեղից, բերում մինչև իմ մոտ, իմ խանութի մոտ, իրանց հիմնական պոստն էր։ Գիշեր ցերեկ 2 խաղաղապահ զինվորական, գիշեր ցերեկ իմ խանութի պատուհանի տակն էին կանգնում, հետևը։ Զենքով, մեկը ինքնաձիգով, ավտոմատ, մյուսը մեծ ձեռքի պիլիմոտ են ասում, մեծ իրաբոտերով դնում էին։ Հարցնում բան չեք սրանք բերում, բան առանց զենքի եկեք ու գնացեք։ Ասում կանոնակարգով, պաուստավով, կանոնակարգով պիտի սենց գանք։ Իսկ ադրբեջանցիները շաբաթը 3 օր, 4 անգամ իմ խանութի հետևից ճանապարհը գալիս էր այս Ծաղկաբերդի կողմից, այսինքն հարավային թևի ճանապարհը, որ գալիս էր դեպի Բերձոր, իմ խանութի հետևով մտնում էր կենտրոն։ Երբ իրանք մտնում էին կենտրոնում գնում էին մի 50 մետր, կամ պիտի թեքվեին աջ գնային հյուսիսային թև, կամ ընդեղից վերադառնային նույն ուղղությամբ գային գնային, կամ կենտրոնից պիտի թեքվեին դեպի Զաբուխ, այդտեղից նորից մտնեին դեպի էլի հյուսիսային թևի գյուղեր էին կոչվում,
որոնք սահմանակից էին հենց մեր այդ Գորիսի շրջանը։ Ուրեմն իրանք տանում էին սկզբում 1150։ Ուրեմն իրանք տանում էին այդ ժամանակ ռազմամթերք։ Բավականին շատ մեքենաները ծանր, ռազմամթերք զինվորականներ։ Օր այղել իրանք տարել են 15 զինվորական մեքենա, զինվորներով։ Ամեն մեքենայի մեջ մոտ 30 զինվորական, որ իրանք հետ էին գալիս, նորից զինվորներին բերում էին փոխելու։ Ես նորից հաշվում էի, ես ընդեղ կանգնած, հենց նես չեմ կանգնել։ Ինձ համար հետաքրքիր էր, ինչ են անում իրանք։ Ուրեմն ասենք տայլա 15 մեքենա, բերում է 5 մեքենա զինվորական, մյուս մեքենաները դատարկ են գալիս։ Արդեն ես ինքս ինձ հաշվում եմ։ Ուրեմն 450 հոգի տարան, 100 հոգի 150 բերեցին։ Ուրեմն ընդեղ իրանք զինվորների քանակ ավելացնում են։ Իրանք տանում էին նաև շինանյութ, սնունդ իրանք զինվորներին։ Մի խոսքով, առաջի տարին իրանք հիմնականում տարել են զինամթերք, զինվորներ, քիչ շինանյութ։ Երկրորդ տարին ամբողջ 22 թիվը իրանք տանում էին շինանյութ։ Ամեն տեսակի և զինվորական հենց կաթարաններ, դոմիկներ, տնակներ, բավականին շատ։ Տնակների մեջ արդեն նույնիսկ այն կոնդիցիոներները, օդափոխիչները, բաները դրած։ Նայում եմ, տեսնում եմ դրանք էլ կան։ Կային արդեն սանտեխնիկայի այդ ջրի դուրս եկող արդեն այդ խողովակները։ Մի խոսքով նրանք բավականին կազմակերպած ձևով իրանց այդ 2 տարին տարան ու ստեղծեցին։ Մենք բնակիչներս ընդեղ այդ ժամանակ, նույնիսկ այդ ժամանակ, չգիտեմ, ես խելացի եմ եղել թե հիմար, ես իմ բնակիչներին նորից ապահովել եմ սնունդը։ Երբ ամեն րոպե մեզ կարող էին ընդեղից վռնդել, ես բնակիչ կա, որին 800,000-ի սնունդ եմ տվել, որը հիմա կարող է մի օր զանգի ասի ոնց ես։ Գիտեք ինչի զանգի, որտեղ գնացել է, ընդեղ իրան սնունդ տվող չկա։ Դրա համար մեկ մյուսների հետ խոսելուց ասում է, ուրա տիկին այդ է, մեզ պահում էր։ Բնակչություն ընդեղ մնացողները արդեն մի մասն աշխատանք ունեին այդ ժամանակ։ Ինչքան Մոտ 150 բնակիչ կար։ Մի մասին աշխատանք էին տվել։ Մյուս մասն էլ օգնություններ կային, բան կային, մարդիկ ապրում էին։ Ուղղակի մեր կառավարության սխալներից մեկն էլ են եղավ, որ այդ ժամանակ երբ մեզ ուզեցին դուրս հանեին ընդեղից, վռնդեին ընդեղից, մեր կառավարությունը օժանդակեց։ Արցախից եկավ պետնախարար տարածքային Խանոմյան, դա եկավ, բա դուրս եկեք, գնացեք Հայաստան, ինչ-որտեղ, ձեզ տալու են փաստաթուղթ, որով դուք կարողանաք տուն առնել Հայաստանում։ Ոնց որ մյուսները նենց էլ դուք դուրս եկեք։ Եկավ Արտակ Բեգլարյանը, նորից պետնախարար, ասեց դուրս եկեք, ընդեղ ձեզ համար լավ կլինի։ Ես մի հարց տվեցի,
ասի պարոն Բեգլարյան, դուք ասում եք մենք կարողանանք տուն առնել այդ 10 միլիոնով։ Պարզվում է Երևանցին, որը դուրս է եկել Երևանից, ծնվել ընդեղից դուրս է եկել, Երևանում ինքը կարող է առնել ոչ թե 10 միլիոնով, 8 միլիոնով տուն։ Այսինքն Երևանում 8 միլիոնով այդ գարաժ կարող է առնես, ոչ թե տուն։ Եթե նույնիսկ այդ տունը առնես էլ, ուրեմն 10 տարի դա քո սեփականությունը չի։ Հարց եմ տալիս, ինչու՞։ Պատասխանում է, որովհետև այդ տունը, որը քո անունով կձևակերպվի, դա բանկը գրավ է վերցնում 10 տարով։ Մինչև կառավարությունը այդ գումարը կմուծի կվերջացնի։ Հարց եմ տալիս, պարոն Բեգլարյան, ինչու պետք է գրավը ինձանից վերցնել։ Կառավարությունն է մուծելու, թող կառավարությունը իր վրա վերցնի։ Ես տնտեսագետ չեմ, ֆինանսիստ չեմ, բայց ես հասկանում եմ, որ ստեղ մեր շահերը ոտնատակ արվում։ Որպես քաղաքացի, ես կորցնում եմ իմ սեփականության իրավունքը, չէ՞ որ ես ստեղ արդեն 10 տարի սպասել եմ վերջապես սեփականատեր եմ դարձել։ Հիմա ես ստեղ թողնում եմ իմ 3 տնից մեկը գոնե դուք կարողանաք վերականգնեք Հայաստանում, ես ձեզանից բան չեմ ուզի։ Բայց հիմա այդ 3 սերտիֆիկատը, որ հասնում է ինձ եւ իմ տղաներին, 3 սերտիֆիկատով ես մի նորմալ տուն չեմ կարող վերցնել։ Երևանում, որտեղից մենք դուրս ենք եկել։ Ես հիմա չեմ ուզում անպայման Երևանը, բայց տեսակետը, պրինցիպը, չէ՞ որ դա սխալ է։ Վաղը կարող է կառավարությունը այդ մուծումը չանի։ Ստեղ կառավարություններ են փոխվում օրը մեջ։ Մի կառավարությունը մյուսի ստեղծածը օրենքը մեկ էլ տեսակ վերացնում է։ Ասեք, դե դուք կդիմեք դատարան։ Դա ասում է Արտակ Բեգլարյանը։ Ես իրան պատասխանում եմ, պարոն Բեգլարյան, ինչ կառավարությունը, են էլ իրա ուժային կառույցները եւ դատարանը։ Դրանք մեկը մյուսին են ենթարկվում։ Ինքը առանց մտածելու արագ պատասխանում է, կդիմեք Եվրոդատարան։ Ես էլ շարունակում եմ։ Ով է հաշվի առնելու մեզ նման սոված անտուն մարդկանց։ Չէ՞ որ մենք դառնալու ենք անտուն, եթե կառավարությունը չմուծի, ով պիտի մեզ հաշվի առնի։ Արտակ Բեգլարյանը էլ ոչինչ չպատասխանեց։ Սա է դրվածքը, դուք ուրիշ տարբերակ չունեք։ Բայց տարբերակը կար այն ժամանակ, եթե կառավարությունը որը որ, ինչպես մենք հիմա բոլորս ենք ասում, ծախված չլիներ, ես չգիտեմ ով, ոնց, ում, դրանից ես չեմ հասկանում, ես հասկանում եմ այն, ինչ որ հիմա կա, փաստ է։ Եթե այն ժամանակ մեզ ընդեղից չհանեին, չվռնդեին մեր կառավարության շնորհիվ, դա ռուսը չի եկել մեր թևից վռնդել, ոչ էլ ադրբեջանցին է ինձ վռնդել, մեզ վռնդել է մեր կառավարությունը, ասել է սա է, դուրս եկեք, դուք ուրիշ տարբերակ չունեք, ռուսը ձեզ չի պաշտպանելու, մենք չենք պաշտպանելու, դուրս եկեք։ Իսկ եթե այն ժամանակ այն ընկրվող տղաները, որոնք հետո փետրվարին եկել կանգնել էին ստեղ, ու ասում էին, մենք ենք ազատագրել այս հողերը մենք չպիտի հանձնենք, իրանք արդեն հանձնել էին,
Այն ժամանակ, եթե գային, մտնեին, նրանց այն ժամանակ արգելող չէր լինում, դեռ ռուսը չէր արգելում։ Գային մտնեին, ոչ մի ճանապարհ փակ չէր, դեռ բաց էր, մինչև ամսի 24-ը ճանապարհները բաց ա եղել։ Հավաքվեին, գային, կանգնեին Բերձորում կամ գոնե Զաբուխի պոստի մոտ ու ասեին ու գային բազմաթիվ մարդիկ, ոչ թե 10-20, կառավարությունը օժանդակեր, այդ բլոկադան Շուշիի մոտի չէր լինի։ Իրանք դրա առաջը պիտի կանգնեին, որովհետև երբ մենք արդեն պիտի դուրս գայինք, մենք մտածում ենք, որ մենք պիտի գնանք նորից դեպի Ղարաբաղ, ոչ թե պիտի հետ գանք դեպի Հայաստան։ Ու մենք եկել ենք հենց առաջի գյուղը, որտեղ մենք հույս ունենք, որ վերջի վերջո հայի խելքը կգա տեղը ու կհասկանա, որ Արցախ կորցնելով ինքը կորցնում է Հայաստանը, որի մասին շատ շատերը մոռացել են։ Իրանք այդ ժամանակ պիտի գային։ Եթե իրանք գային, այս օրը մենք չէինք հասնի։ Գուցե ինչ-որ մի ուրիշ ձև լիներ։ Այն ժամանակ Սփյուռքը, որ այդքան ժամանակ կանգնել է մեր կողքը, Սփյուռքը նորից կկանգներ, թե ֆինանսապես, թե մեր նորից հերոս տղեկը կգային։ Ես 2 տղա ունեմ։ Հիմա որի դասում են, ինչ կռիվի մասին է խոսքը։ Ասում, գիտեք ինչ կա։ Մենք տղաներ ենք ունեցել, որ մեր տղեկը կանգնեն մեր սահմանին։ Ընտանիքի սահմանը սկսվում է, ընտանիք պաշտպանելը, ծնող պաշտպանելը սկսվում է սահմանից, ոչ թե տան դռնից։ Տան դուռը այդ հարևանից է պաշտպանում, ոչ թե թշնամուց։ Մեր երկիրը լրիվ շրջապատված է։ Մեր Հայաստանի քարտեզը, պետական քարտեզը, որին մենք ծանոթ ենք եղել, լրիվ կտրտված է, ուղիղ գծած չի։ Կտրտված սահման պահելը շատ դժվար է, ուղիղը հեշտ է։ Ուղիղի դեպքում, եթե քեզ այդ դիրքը հարմար չեղավ, դու կարաս մի քիչ հետ քաշվես ու պահպանես քո սահմանները։ Իսկ ինչ արեցին։ Մենք ուզում էինք գնալ դեպի Բերթաձորի կողմը։ Հետո ես ասեցի, չէ տղա ջան, մենք կգնանք դեպի Հայաստան, ասեց ինչպես փոշմանել։ Ասի տղա ջան, այդ ճանապարհը, որ Թուրքը մեզ տալիս է, նորից Լաչինի միջանցք, այդ միջանցքը, որ մենք կգնանք կմնանք միջանցքում, ոնց որ ռուսն ասում էր, մենք կրակելու իրավունք չունենք, ինքը այնտեղ պրոստը տակ կանգնելու է, ինքը չի կրակելու, որը որ ադրբեջանցին ուզեցավ, կարա մտնի մեր տները, տղամարդկանց հավաքի։ Մենք ճիշտ կանենք գնանք հենց առաջի գյուղը։ Եկել ենք ստեղ, դուք ստեղից տեսել եք արդեն, ոնց է երևում Բերձորը։ Բերձորից բացի են կողքի գյուղը բան։ Ալիևը նենց է լուսավորել այնտեղ, ինքը լուսավորել է։ Այնտեղ այդքան բնակիչ չկա, սուտ է։ Այդ բոլոր լույսերը վառվում են մի անջատիչով ու միացումով։ Ճիշտ է, սարքել է տներ կենտրոնում։ Մեր տարածքը, այդ կենտրոնում, որ ունեինք, քանդել վերացրել է։ 2 հարկանի շենքից այդ տարածքը ինքը թողել է մենակ ամուսնուս տնկած Եղևնու ծառ։ Մնացած ամբողջ շենքի տարածքը սիզամարգ է։ Մաքրել են կանաչացանած խոտը։ Դրա դիմացն էլ ունեինք տարածքներ, այնտեղ կենտրոնում էլի տարածք ունեինք։ Այդ ամեն ինչը ինքը, որը որ հայն է սարքել, ինքը վերացրել է։
որը որ իր շինություններն էին, այդ շինությունները ինքը քարտեզներն ունի։ Այդ շինությունները ինքը որը ոնց ուզում է նորից վերակառուցում է։ Դարձնում անենց, ոնց որ իրան պետք է։ Հիմա ես ստեղ ասում եմ հարևաններին, ես չեմ վախենում պատերազմից։ Իմ երկու տղեկներ գնալու են, թող գնան։ Ես համաձայն եմ, բայց մենք իմանանք, որ մենք պետություն ունենք։ Որ որ ազատագրեցին մեր տարածքները, գնալու եմ։ Այդ տարին էլ Ալիևը քաղաքի գեղեցկության համար այդ ծառը թողելու է։ Ես որ ընդեղ էի, բոլոր մեր իմ հարազատների մահացած օրերին, ծննդյան օրերին, ես ընդեղ խունկ էի ծխում։ Մնացորդը, այդ ծառի կողքը խանութի պատն էր։ Պատի մոտ որպես մաքուր տեղ, խունկի մնացորդը լուծում էր մի շուտեղ։ Հիմա Աստծո հաջողությամբ բոլորը ոտքը դրեցի, ասել եմ, այդ ծառի տակ ես խունկ եմ ծխել։ Մեր զոհերի համար, ու երջանկության համար, որ վերջապես մենք մեր հողերի տերն ենք լինելու, ու լինելու ենք։ Ես դրանում չեմ կասկածում, հաստատ լինելու ենք։ Կարասա ասեք, ինչ օր ա եղել, որ ստեղ եկել եք, ոնց ա եղել։ Որ եկանք հենց ուրեմն տղայիս ասացի տղա ջան, գնա այս կոմերը նայի տես ինչ կա։ Եկել էր տեղ գյուղ, ես Կորնիձոր գյուղը մենակ անունն էի լսել, չէի էլ պատկերացել, որ այսքան մեծ գյուղ է։ Եկել տղաս եկավ, ասեց մամ, Կորնիձոր, ասեցի որտեղ է, ասեց մամ, դե գյուղ է էլի։ Ասեց տունը հարմար տուն է, բարձով ենք եկել մենք ստեղ։ Ու տանտերը տարիներ շարունակ ազատ տուն ա եղել, ոչ մեկի չի տվել։ Գալիս են համայնքապետի հետ գյուղապետի մոտ, գյուղապետը, արդեն գյուղապետն է ինձ պատմում մանրամասնությունները։ Ասում ա, որ Սերժն ասեց, տուն ենք ուզում, նորմալ տուն, ասում ասի, դե մի հատ նորմալ տուն կա, բայց բարձով չի տալիս։ Ուզում ես փորձենք։ Ինքն ասում ա, բայց ես համոզված էի, որ ասելու է չէ։ Ասեցի, բա տունը բարձով են ուզում, ասեց ով ա։ Ասեցի Սերոժն ա Լաչինից, ասեց բանալին դիմացի հարևանի տանն ա, վերցրեք թող նայի։ Ասում ես զարմացա։ Հետո ես որ իմացա տանտերն ով ա, տանտիրոջ հետ ես շփվել էի։ Սերոժը հեռախոսով էր շփվել, չէր ճանաչում։ Ես շփվել էի խանութի հետ կապված։ Ինքը երևի տեսել էր, որ մենք երևի նորմալ մարդիկ ենք, բարձի հարցում երևի չենք իրան նեղացնի, և այն, որ մենք չենք ուզում հեռու գնանք, երևանցիներ ենք, բայց չենք ուզում գնանք դեպի Երևան, այլ երևի ուզում ենք մնանք տեղում, համաձայնվեց, մենք եկանք ստեղ։ Հիմա մենք այս տունը Ինչ օր ա եղել այդ։ օգոստոսի 24-ին, վերջի օրը։ Ես եկել եմ ստեղ օգոստոսի 24-ի գիշերը ժամը 11-ին։ Ինձանից շուտ Սերորի կինն ա եկել, այսինքն մենք արդեն որ ընդեղից որոշ իրեր բերել ենք, արդեն կինս տեղ ա եղել, ինքն ա ընդունել, տեղավորել, տենց մենք դարձանք Կորնիձորցի, ու ես չեմ ափսոսում, ես Կորնիձոր գյուղացիների մասին արդեն լսել էի, որ ստեղ կան շատ ազգասեր տղամարդիկ,
որոնք պատվով պայքարել են, հաղթել են 92-3 թվականներին մասնակցել են։ Ու ես հասկացա, որ մենք գնում ենք այնտեղ, որտեղ երևի մեր տեղն է։ Իսկ Երևանի մասին չեմ ուզում լսել։ Մի օր Facebook-ում կարդացի, մի կին էր, գրել էր, որ այս հիմար լաչինցիները եկել են ուզում են քաղաքի կենտրոնում տուն վերցնեն։ Այդ հիմար բառին վրան են ազդեց, ուրեմն ես չգիտեմ ով էր այդ կինը, բայց իրա նմաններին մի պատասխան է հասնում։ Հիմարը դուք եք, որ չեք մտնում մարդկանց դրության մեջ։ Լաչինցի ես չեմ պատկերացնում, ով կարող է գնալ քաղաքի կենտրոնում տուն ուզել։ Որտեվ խելացի մարդը հասկանում է, ինչ արժի տունը։ Այս տված սերտիֆիկատները միայն Երևանցուն է թույլ տալիս Երևանում տուն առնել։ Այն էլ 8 միլիոնի սահմանում մեկ սերտիֆիկատը։ Ես երևանցիներ գիտեմ, որոնք ապրել են Աբովյան փողոցում, Սայաթ-Նովա փողոցում, Բարեկամությունում, դրանք կենտրոնական փողոցներն են, Մաշտոցում, որոնք հիմա ապրում են գյուղերում, շրջաններում, որտեղ իրանք գիտեն, որ իրանք իզորություն են Երևանի կենտրոնում տուն առնելու։ Նույնիսկ Երևանի ծայրամասում չեն կարող տուն առնել։ Իսկ եթե մի քանի հոգու բախտը պատահմամբ բերել է, գիտեք ոնց կարող էր բերել, եթե ինչ-որ մեկի բարեկամը, որը ուներ արդ երկրում, դա կլինի Ռուսաստան, թե կլինի Եվրոպա կամ Ամերիկա, որը մեծ գումար կարող էր նախատեսել, որ այդ մարդը ապրել կենտրոնում, այնը ես գտնում եմ էլի սխալ արել այդ մարդը, գիտեք ինչի, կենտրոնում ապրելը, դա չի նշանակում, որ դու կարող ես հողաթափերով իջնես, մտնես կողքի խանութը կամ հարևանի տունը։ Կենտրոնում ապրելու համար մարդ այնքան գիտակից պիտի լինի, որ իր տեսքը ծիծաղելի չլինի։ Կենտրոնում ապրում են հղփացած օլիգարխները, իրանց չգիտեմ, այն մարդիկ, ովքեր ունեն բազմաթիվ տներ, մի մասը բարձով տված, մի խոսքով այն մարդիկ, ովքեր սեփական միջոցներով չեն ստեղծել, էլի սեփական այդ ավանտյուրան, այդ սրիկայությունը, որով իրանք ստեղծել են, ինձ խաբելով, քեզ խաբելով, մյուսին խաբելով, մեկին սպանելով, մեկին չգիտեմ ինչ անելով, ստեղծել են մարդիկ։ Ունեն 10 տուն ունեն։ Մի գիշեր կարող է ստեղ քնեն, մի գիշեր ընդեղ քնեն։ Ինձ նվիրված տունը, եթե ինձ կենտրոնում տուն նվիրեն, ես անմիջապես կվաճառեմ։ Անմիջապես, որտեղ ես ընդեղ չեմ կարող այդ մարդկանց շրջապատում ապրել։ Ու ես գտնում եմ կենտրոնում ապրողներ են մարդիկ են, որոնք պարկում են բազմոցին, նա ծածկվում են իրանց այդ աջալով, թե չգիտեմ ինչով, ու մտածում են, թե ինչ սրիկայություն անեն ու մախափեն, ոնց խափեն։ Իսկ մեր հայերի այն մեծ մասը, որոնք ապրիլի 24-ին մի ծաղիկ կամ մի փունջ ծաղիկով գնում են Եղեռն, այդ մարդիկ այ օգոստոսին 22 թվին պիտի գային դեպի Լաչին։ Ոչ թե ապրիլի 24-ին գնան ընդեղ ասեն մենք հայ ենք, հայը ընդեղ կարող է այդ օրը գնա, կարող է չգնա, կարող է գործերով զբաղված լինի, չհասցնի ինձ գնալ, բայց այստեղ ոչ մի գործ չպետք է խանգարեր, իրանք պիտի ցույց տային, որ իրանք հայ են, իրանք չկան։
Հիմա մեկն ասում է ուշ է, ես գտնում եմ հայկական ասացված կա ուշ լինի, նուշ լինի։ Թեկուզ հիմա պիտի խելքները գլուխը գա։ Ես մեկ-մեկ նայում եմ հաղորդումներ, որտեղ Ղումաշյան, գնդապետ Ղումաշյան կա։ Ինքը հույս է տալիս մեզ, որ մենք զենք ենք ստեղծում։ Ես սպասում եմ դրան։ Ուղղակի ոչ թե պետք է մենք շտապենք, ոչ թե մենք առայժմ ագրեսորի պես հարձակվենք, չէ։ Մենք դեռ պիտի խորը շունչ քաշենք, երբ կզգանք ժամանակն է, մենք մերը պիտի անենք, մենք իրավունք չունենք չանելու։ Այն, որ մենք ունենք լավ տղաներ, ազգասեր տղաներ, այդ տղաները պիտի շինարարության վրա իրանց ուժը չկորցնեն։ Շինարարությունում ինվալիդ չդառնան, մեկը մեջ կծռի, մեկի ոտին քարն գնի, մեկը ձեռքը կոտրի, մերոնք պիտի ուր հավաքեն ու հաղթեն, հաղթանակը մերը պիտի լինի։ Իսկ մեր բնակչության մեծ մասը, որը դուրս է եկել, մի մասին ճանաչում եմ, մի մասին չեմ ճանաչում, պատկերացրեք մեծ մասը սպասում է այդ օրվան։ Կանայք երեխեքը սպասում են, տղամարդկանց մի մասն էլ անհամբեր, երբ պիտի գա այդ օրը։ Այսինքն, իրանք չեն ասում, մենք կսպասենք Պողոսն ազատագրի, ես գնամ, չէ, գալու են։ Ես դա հասկացել եմ 16 թվականին, մինչ այդ խանութ էին գնում գալիս մեր տղաները, մեր ազատամարտիկները, ասում էին, մեկը, այս կառավարությունը ոնց որ մեզ ցենց նայում է, որ մի հատ էլ կռիվ եղավ, մենք չենք մասնակցելու, բայց 16-ի ապրիլի 2-ի լուսաբացին, որ մենք արդեն եկանք խանութ, իմացանք պատերազմը, ես ապշած էի։ Գյուղերից առանց սպասելու կանչի, սեփական մեքենաներով գյուղից տղեկը լցվել էին մեքենաներն ու եկել էին։ Եկել են արագ, հերթագրվել են բանում այդ զինվորական շտաբում, ուրախ սրտով գնան, ոչ թե իրանք մտածեն, իրանք մահացած են, ես էլ վախենում եմ, որ իրանք իրանց 5000, 10000-ը չեն տալու, ոչինչ, թող գնան տղեկ։ Փառք Աստծո։ Մենք այդ ժամանակ մեր շրջանը մեկ թե երկու զոհ ունեցել, մյուսներն եկել են բոլոր։ Նենց որ մենք մեր ազգը պիտի պատրաստ լինի։ Այն երևանցիների մասին չեմ խոսում։ Երևանցիներից ես հիմա չգիտեմ, մեր հեռուստատեսությամբ այնքան հումորային հաղորդումներ կան, նայում եմ բոլորի բերանները բաց է։ Ես չեմ ասում, որ մարդիկ չպիտի ուրախանան, բայց չափ կա ուրախությունների։ Հարսանիք անել, նորն եմ կարդացել, 900 մարդ հյուրերով, ինքը այդքան բարեկամ ուներ, չէ, պաշտոն ունի, մարդիկ եկել են մեր մեջ ասում է սապոնվելու, այսինքն բերել են դրան մի բան, գցել են դեմը, նվեր, տես մենք եկանք, ամոթ դրանց, որ չեն կշտանում, այդ օրն էլ իրանց տղայի կամ աղջկա երջանկության վրա փող են աշխատում, որտեղ չեն կշտանում։ Ռուսական մի հատ մուլտֆիլմ կա, մի հատ փոքր սենյակ կա, կամ գուցե 3-ը 3-ի վրա, կամ չգիտեմ, տենց այրևում, մի հատ եղջերու է կանգնած անկյունում, մյուս անկյունում, մի հատ փքված մարդ է կանգնած։ Եղջերուն ասում է, որ եղջերուն սմբակներով որ խփում է, ոսկե դրամներ են թափվում։ Սա ասում է խփի, խփի։ Ու
էլի, ոսկին լծվել է սենյակում, անկյունում եղջերունը, ստեղ ինքնա, ոսկին բարձրացել արդեն, փակվում է բերան, հիշչո։ Այդ մուլտֆիլմերը հեքիաթներից չեն վերցված, իրական կյանքն է, որ սրանք դեռ հիշչո են ասում։ Եթե դու 900 հոգուց հարսանիք ես անում, դու այդ փողով քանի հատ, չգիտեմ, անօթաչուեր, տանկեր, թե ինչեր, զինամթեր կարող էիր մտցնել Հայաստան։ Գոնե քո եղածը պահելու համար, թող տղեկն ընդես զոհվեին, դու քո եղածը կպահեիր, այ անամոթներ, ինչ եք ուզում դուք, ինչքան պիտի սոված մնաք, իրանք սոված, իրանք չեն կշտանում, իրանք փորին մի նայեք։ Եթե մարդու աչքը ասում է էլի, ուրեմն իրանք չեն կշտացել։ Մենք սպասում ենք իմ ընտանիքը, ինձ նման շատ մարդիկ, սպասում ենք հետ գնալուն։ Հիմա ես չգիտեմ։ Հա, այդ անասնաբարկը, որ ասեցի, շարունակեմ, 20 տարին լռանալուց հետո մեզ փաստաթուղթ եկավ, որ մենք պիտի դատարանի, որ մենք պիտի գումարը մուծենք։ Ամուսնուս ասում եմ, Լևա, ով է մուծել, որ մենք մուծենք։ Ինչքան մարդիկ կային, որ անասունը ստացան, կերան ու գնացին տարածքից։ Հիմա իրանք մուծելու են, ասեց, դա մեզ չի վերաբերում։ Մենք պիտի մուծենք։ Այդ տղա ասում եմ, ինչի համար։ Լյով ասում եմ, սա օգնություն է եղել մեզ, իրանք մեզ խաբել են, հիմա էլ ուզում են քիչեր, էդ էլ են ուզում տանել։ Ասեց, դրա մասին խոսք չլինի, մենք մուծելու ենք, և մենք մուծել ենք այդ գումարը։ Ինչքան աղը։ Մուծել են գյուղվարչության հետ գումարը, ով որ մեզ տվել է։ Հիմա մեր ապրելու տարիներից ասեն, ուրեմն գազաֆիկացում գնում Բերձորը, սմետա են կազմում, գազաֆիկացումը սկսում են։ Գազաֆիկացրեցին Բերձորից այդ ժամանակ իմ իմանալով, ուրեմն գազաֆիկացումը կատարվում էր ձերի, մենք պիտի գումար չմուծենք։ Իրանք ամբողջ Բերձորը, ասենք, թե ես ափսեի չափա, իրանք գազաֆիկացրեցին այսեց, կենտրոնը, մատ շրջան, իրանք տենց էլ ասեցին, կալցո են անում, կալցոն արեցին, գումարները մսխեցին, Բակու Սահակյաններ այդ ժամանակ, մենք բողոքում ենք, ինչու մեզ գարշ չկա, մեզ էլ տվեք, ասում են, որ դուք այդ շրջանից դուրս եք, սմետան վերջացել են, բայց ձեզ համար նորից կանեն, այսինքն մի հայկականելի ասացված կա, փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, որ մենք ուղղակի ձեններս կտրենք ու սպասենք, չեն ասում չենք անում, սպասեք։ Մի օր էլ Բակո Սահակյանը, ես հեռուստացույցով լսեցի, ասեց, որ Բերձորը իրենք գազաֆիկացրել են։ Դե արի ու մի պայթին։ Ասում եմ, սուտ ասում, մեր մարդը, ասում են, ասում ինչ դե, ինքը պիտի ասել, մասնակի, որ պիտի ճիշտ լիներ։ Այդ մասնակից ինչքան էր ինքը կերել, զղտկվել, ես չգիտեմ, բայց պիտի ասել մասնակի, ոչ թե ասել, ինքը ասել, Բերձորը գազաֆիկացրել են, որ ֆինանսավորել էր, դա դրսից էր ֆինանսավորել, որ այդ մարդն իմանա, Բերձորը գազաֆիկացված է։ Սուտ։ Նույնը արեցին ջրի հետ։ Ջուրը, ամբողջ Բերձորը պիտի նոր ջրային ցանց ստեղծվեր։ Արեցին, մենք նորից մնացինք դուրս, ու մենք չէ, բավականին ընտանիքներ մնացին դուրս, ասեցին դե ինչ եք ուզում, դուք էլի ջուրը կստանաք, ձեր խողովակները ոչինչ որ հին են,
Համեն դուք ջրի փողը կմուծեք ըստ շնչի։ Ումը որ իրանք նոր էին դրել, նրանք մուծում էին ըստ հաշվիչի։ Դուք էլ կմուծեք ըստ շնչի, ինչքան ուզում եք օգտագործեք։ Այսինքն դներդ կտրեք ու նստեք, որ օրը միտեղ կպայթի ջուրը, խողովակը կփչանա, կամ իրանք կգային կսարքեին, կամ մենք կսարքեինք։ Կարևորն է նա, իրանք փողը կիրան արդեն։ Մինչև 18 թվականը բողոք է մեր վարչակազմից։ Ուրեմն ճանապարհների հետ կապված կենտրոնականը դա հիմնադրամն էր սարքել։ Կենտրոնական փողոցը, որը գալիս էր Գորիսից մինչև Ստեփանակերտ։ Աջ ու ձախ ճանապարհները քաղաքային, գյուղական ոչ մեկը։ Մեկ ինչ որ մի հատ այն տրակտորով մի թեթև ուղղում էին ու վերջ։ 18 թվականի Փաշինյանի այս հեղափոխությունից հետո սկսեցին վախենալ սրանք։ Փաշինյանը որ սկսեց, չգիտեմ ինչ ժամանակ ումը, որ ասեցին պիտի բռնեն, պիտի էս անեն, ընկել են հետևներից, հանկարծ Ղարաբաղի կառավարությունը վախեցավ, կարող է։ Բերձորում մի ճանապարհ սարքեցին, որը կենտրոնից գնում էր դեպի վարչակազմ, վարչակազմի մոտով գնում էր դեպի հիվանդանոց, հիվանդանոցից էլ մի քիչ ներքև։ Մոտավորապես 2 կիլոմետր ճանապարհ, ոչ ավելի։ Ինչ անուն այդ բերեցին ավազախառը շիբինը, բերեցին, լցրեցին, ասֆալտ արեցին։ Քայլում եմ այդ ճանապարհով, ամուսինս արդեն մահացել է։ Ու ասում եմ Լյովա, ինչքան ենք իրար հետ այս ճանապարհի վրայի քարերը աջ ու ձախ արել, որ մենք գնանք տուն։ Լյով, քեզանից հետո վերջապես այս մի հատվածը սարքել են։ Այդ հատվածով էլ պրծավ, էլ ոչ մի բան։ Հասկացան, որ չէ, հա, Փաշինյանն ով է, որ իրանց հասնի։ Իրանց գլխին մեծ մարդիկ կան, Փաշինյանն իրաց չի կարա հասնի, ու չհասավ։ Ու այս կառավարությունը մեր Արցախի։ Այն մեկը Դավիթ Խաչատրյան կարծեմ, իրա ոտքով գնաց, հանձնվեց Շուշի։ Ճանապարհին ոտը կոտրվել դրա, դա չհասներ ու մեր ազգին չխայտառակեր։ Ինչի գնաց հորեղբոր մոտ, թե մեծ աղբոր մոտ, մինչև հիմա ինքը նրանց հրամաններն էր կատարել, դրա համար գնաց, խի գնաց, թասիբով մարդը կգնար այնտեղ, այն մյուս 3-ը, որ մնացել էին այնտեղ, ես միակ մարդուն, որին չեմ ճանաչում, բայց մտածում եմ, որ ինքը երևին դեղ պիտի չլներ, դա Ռուբեն Վարդանյանն է։ Չգիտեմ, չեմ ճանաչում, բայց ես իրան առայժմ հարգում եմ։ Հավատում եմ, որ ինքը լավ նպատակներով էր եկել, թե ռուսներ ուղարկել, թե ինքն էր եկել, ես չգիտեմ, բայց ինքը ափսոս էր այնտեղ։ Իսկ այն մյուսները, նրանք նամուսով մարդը ինչքան ստեղծել էր, իր ընտանիքը ես կասեի չվայելեր, որտեղ նրանք վայելում են, այ այսօրվա մեր են սովածներին, որոնց ես կերակրել եմ, որոնք մինչև հիմա ինձ պարտք են, որոնց պատճառով ես եմ պարտքերի տակ, դեռ չեմ պրծնում, այ իրանց տեղն են նրանք պիտի ստատկեին, գոնե ժողովրդի հոգին հանգստանար, ու ինչ-որ մեկը, որը գտնում է, որ պետք է նրանց ազատել բերել Հայաստան, Հայաստանում դատել, սուտ է, ինչն են դատելու, եթե շնորհք ունեք, կալանք դրեք դրանց բոլոր ունեցվածքների վրա, ու այդ ամեն ինչը մեզ մի տվեք, մեր զենք ու զինամթերքը շատացրեք։ Նրանք իրանց ամբողջ ազգուտակով փողերը բաժանել են մաս-մաս,
որի վրա որն է գրած դրած, որ հետո իրանք էլի վայելեն։ Մենք փառքաստու, մենք քչովել կբավարանվենք։ Թող Աստված առողջություն տա ու ամենակարևորը մենք զենք ունենանք, մեր պատիվը պահենք։ Էլ չգիտեմ, եթե որոշ հարցեր ունեք, ասեք ես ձեզ ասեմ։ Ինձ հետաքրքիր է քո տունը մասինը։ Ինչի մասին։ Տունը։ Եվ դու պիտի գնայս, դու Մեր տան հարցը։ Հա, քո տունը թողել ես։ Անդե Ոնց է եղել, ոնց ես որ տնից դուրս եմ եկել։ Այդ օրը այդ ժամանակ։ Ես ձեզ ասեմ, մարդիկ կային, որոնք իրանց տները վառել են։ Հա։ Մարդկան լրիվ ինչի վիճակ է եղել քանդել բերել է։ Այն ժամանակ մեծ տղես էր մոտս, ասեցի Սերոջ ջան, ես քեզ խնդրում եմ, հանկարծ տունը չվառես, հանկարծ տունը չքանդես։ Մենք տուն քանդող չենք, մենք սարքող ենք։ Թող մնա, կգան կապրեն, թող ապրեն։ Մենք սարքել ենք սիրով այս տունը, ոչ թե քանդելու համար։ Եթե ինչ-որ մեկը կմեղադրի, որ մենք տուն ենք թողել, ինքը իր ձևով է մտածում, մենք մեր ձևով։ Թողել ենք, մարդիկ կան, լյուստրաներն էլ եմ թողել, այն սանհանգույցները, լրիվ, մենակ խանութի դռներն ենք վերցրել։ Որտեղ են հիմա։ Բերել ենք, ստեղ են, չենք էլ օգտագործում, ոչ մի բան անդեղից, մենակ ինչ պիտի օգտագործենք, անկողիներն ա մեր, ու ոնց որ ասում են այս մի քանի բանմանը, ոչ էլ մտածում եմ, սա սրա նման է, նա նրա նման է կամ նման չի, որ նման էր ինչ եղավ։ Էնպես որ մենք մեր 3 տունն էլ թողել ենք այնպես, ինչպես եղել է։ Նույնիսկ մեր բացակայության ժամանակ գարաժը եկել էին մեր հայերը, այն ժամանակ ընդ թուրք չի մտ, ադրբեջանցի չի մտել։ Մեր հայերն են եկել, տեսել են գարաժի դուռը փակ է, ինչ որ ձևով դուռը ծռել էին, էլ չէր փակվում։ Մինչև մեր դուրս գալը, որ մենք դեռ ընդեղ էինք, տղես մասնագետ բերեց, դուռն էլ դասավորեց, նորմալ թողել եկել ենք։ Մի խոսքով, մենակ տղայից գարաժի տակը բան էր, այդ մեքենան, որ կանգնացնում էր, տան տակը համ գարաժ էր, համ էլ մեքենան սարքելու հնարավորություն կար։ Ամբողջ պատերին ամուսինս դարակներ էր սարքել։ Դարակների մեջ բնականաբար գործիքներ բան։ Մի խոսքով մի մասը բերել ենք, մի մասն արդեն սիրտել չի եղել։ Հետո գիտեք ինչ, ասում էին թող մարդիկ տանեն, ուր տանեն, կներես, ասենք թե միջոց ունեց տանելու, ուր։ Մենք ես մեզ տունը, որ վերցրել ենք, այն ինչ որ բերել ենք ընդեղ լցրած։ Պատահաբար մի օր կարող է մի բան ընդեղից պետք լինի, բերենք օգտագործենք։ Իսկ եթե այն տարածքը չլեր, ուր էի բերելու։ Մեր բնակիչների մեծ մասը, որ թողել է, ոչ թե ուզել է թողի, տեղ չունեցել տանելու։ Ասում են 15 օր, 20 օր ժամանակ ունեն։ Հա, 20 օր ուներ, ուր տաներ։ 20 օրում ինքը Երևանում կամ ասենք թե գյուղերից մեկում տուներ առնելու, որ տանելու արագ լցներ, կամ ամեն մի մեքենան այդ 20 օրվա ընթացքում մի կամազը 200,000 փող արժեցել, որտեղից տանեին։ Բայց մեր այդ 20 օգոստոսյան դուրս գալուց Կարմիր խաչը ամեն ընտանիքին 2 հոգուց սկսած 250,000 գումար է տվել, որ մեքենա վարձեն ինչ որ ունեն տանեն, Կարմիր խաչը։ Մի հոգուն, ես մենակ էի, տղս էլ էր ժամանակ մենակ, ամեն մեկից 125,000, այսինքն մերն էլ 250-ը դասավորվեց, մենք էլի բերել ենք, և բացի դրանից մենք աշխատող մարդիկ ենք, մեր ձեռքը կար, մենք կարող ենք բերել, հա բաժանել եմ, բայց կապ չունի, ոչ մի խանութ մտնողը երբեք չի ասել, որ տիկին այդա, սա մի կիլո չի,
դրված այնտեղ, որ տոպրակն ուզում ա վերցնեին, պարտադիր մի 10 գրամ, 2 գրամ, 5 գրամ պիտի ավել լիներ։ Երբեք չի ասել, ես քեզանից տարել եմ 10,000, ինչի անդե գրած 12։ Ես կարող էի մեկ-մեկ մոռանայի, մարդը բերեր գումարը տար, հաշվեմ, ասում եմ, չէ, այսքան ա, նայում, իրա ցուցակա, տիկին այդա, բայց այն ժամանակ, որ ես բամբանյարկա եմ տարել, կոնյակի հետ դուք չեք գրել։ Ասում եմ, բայ մերսի, շնորհակալ եմ։ Այսինքն, ես երբեք իմ խղճի առաջ մեղավոր չեմ զգայից։ Երբ ուզում ա գնամ ընդեղ, ինչ չեն ասի, դու ես ինձ օլիգարխին ես խաբել, կամ այն ինչ սովածին ես խաբել, այդենք բան հնարավոր չի, կանխամտածված չեմ խաբել, գուցե մարդը ինչ-որ մի բան ստացվել ա, բայց ոչ կանխամտածված։ Ուրիշ էլ ինչ ասեմ, փաստորեն մենք ընդեղ ապրել են 28 տարի, ես վերջի 2 տարիներ հետո, 28-ը լռանալուց հետո, նույնիսկ ամիսներ, հուլիս, օգոստոս, 28 տարի 2 ամիս։ Ասում եմ, Երևան չեմ ուզում։ Երևանը հիմա աշխատանքային քաղաք է։ Եթե հնարավորությունները, ասենք, լինի, չգիտեմ, հետ գնանք ընդեղ, եթե չէ, ինձ իմ հողամասը, մի հատ ծարտ ընկես, մի ծաղիկ քաղես, դա արդեն իմ տարիքին։ Երիտասարդների համար սովորել ա պետք, դա արդեն Երևան ա պետք։ Նույնիսկ շատերի համար Երևանն էլ ա փոքր, այն որ ասում են 130 միլիոն եվրո, ես հաստատ չգիտեմ, որ պետական կառույցի երեխան, աղջիկ թե տղա, էդ էլ չգիտեմ, ուղղակի մարդիկ ասեցին, ես Facebook-ով լսեցի և կառավարության նիստի ժամանակ ասեցի, ոչ թե հենց այնց։ Ինչ-որ մեկի երեխան 130 միլիոն եվրոյով սովորում ա կարծեմ Շվեյցարիայում։ Խնդրեմ, որտեղից այդ 130 միլիոն եվրոն։ Իմ չեք հայտարարում, գոնե մի ասեք, մեր նման միամիտ ժողովուրդը ապրել է։ Ինչեք մեզ գազազացնում, ինչեք մեզ այդ աստիճան ստորացնում, որ մեր հաշվինա չէ, մեր երկրի հաշվինա չէ, այդ գումարները, որ լինեին, մեր երկիրը կծաղկեր, սահմանները քարից պատերը կշարեին, ոնց որ ասում են, այն անօթաչուները երկնքում կսավառնեին։ Մենք ինչի համար, ասում են, միջոց չկա դրանց դեմն առնելու։ Այդ որ ինձ Արտակ Բեգլորյանն ուղղորդում էր Եվրոդատարան, բա ուր ա ձեր Եվրոդատարանը։ Արտակ Բեգլարյան, երբ ճանապարհը փակեցին դեկտեմբերի 22-ին, դու պատահաբար Երևանում էիր։ Ինչ որ ցույց էիր անում, չգիտեմ որ դեսպանը, ինչ որ մի բան ուզում են անել, չգիտեմ, ինչ կարող են անել, բայց ուզում են ինչ որ մի բան անել, խոսում են առայժմ։ Եվ դու մի քիչ ման եք գալիս տեղ գյուղում, եւ ես միշտ որ այստեղ եմ գնում եմ այդ լաչինի տեսնեմ, այդ լույսերը, որ ասել եք, այդ շատ լույսերով ինքը երևի, չգիտեմ, որ եվրոպական քաղաքն ա դարձել արդեն, այնքան լույս ունի գունավոր, սովորական։ Այդ դժվար է նայել, որովհետև գիտես, որ այդ բլոկադայի ժամանակ մի հատ լույս չէր եղել, բայց հիմա Չէ, լույսերն ընդեղ եղել ա, երբ մենք ընդեղ ենք եղել, մեզանից հետո էլ եղավ ու շատացավ, աստիճանաբար շատացավ, լույս միշտ եղել ա ընդեղ, ուղղակի, նայեք, իմ տղաս էլ բլոկադային ինքն էլ ա եղել, երկրորդ բլոկադայից մի օր առաջ ինքն դեղ էր, փակվեց ինքն էլ մնաց ընդեղ։ Այդ 10 ամիսը այնտեղ ա եղել։ Չէ, ինքն դեղ եղել ա
համարյա 6 ամիս։ Եվ դուք ստեղ եք եղել։ Հա, ու ինքը չէր կարող հետ գալ։ Ոչ մի կարմիր խաչով բանով չէր կարող։ Ինքը դուրս գալուց էլ ինքը հենց առաջինը համարյա դուրս է եկել։ Երևի, չգիտեմ, գուցե ոչ առաջինը, գուցե 10-20-րդը։ Դեռ մի խոսքով փառք Աստծո։ Ինքը հենց անցել էր զանգեց, մինչև այդ չի զանգել։ Զանգեց, ես արդեն Կորնիձորում եմ, անցել եմ։ Ուզում եմ ասեմ, մենք դժվար օրեր մեր ազգը շատ է տարել։ Այս մարդիկ, որ այսքան եկել են, մի մասը տեսնում եք, սիրտը չդիմացավ ճանապարհին մահացավ։ Մեր ժողովրդից էլ 20 թվիկացներից էլ շատ մարդիկ են մահացել։ Զանգում են մեկը մյուսից ասում է, բայց ինչը, այն ինչը, հիմնականում սրտի հետ կապված։ Այս սկիզբը կորոնավիրուսներ, որ ես կորոնան անցկացրել եմ 21 թվի հոկտեմբեր-նոյեմբերին, Լաչինում, առանց իմանալու սկզբում, որ ես վիրուս եմ։ Աստծու ուղղորդմամբ երևի, ես էլ որ բժշկական կրթություն էլ ունեմ, երևի Աստված ինձ հուշեց։ Այս դեղերը սրսկվի։ Խնդրեցի Գորիսից դեղը բերեցին, քույր ունեինք, քույրը սրսկեց, պարզումատ իմ երկկողմանի թոքաբորբ եմ ունեցել, թոքաբորբս կանգնեց։ Բացարձակ ոչինչ չէի կարողանում ուտել, բացարձակ։ Նորից ինձ հուշեց, Աստված, որ ուղեղը չի հասնում, ցերուկալ խմի։ Ցերուկալը նարկոզ որ տալիս են հիվանդներին, հեղուկ ձևով նարկոզի հետ տալիս են ազգայացման, որ հիվանդը հանկարծ ազգայացած ժամանակ հետ չտա։ Մի խոսքով ես այդ օգտագործեցի, սկսեցի հաց ուտել։ Սրսկումն արեցի, հացս կերա, երբ բավականին լավ էի, Ստեփանակերտ գնացող կար, իրանց հետ գնացի Ստեփանակերտ։ Ուրբաթ օրը 5 շաբթի օրը գնացել ենք, ուրբաթ օրը Ստեփանակերտից զանգեցին, որ ես վիրուսակիր եմ, այսինքն իմ մոտ կորոնա է, որ մարդկանց հետ չշփվում, բայց քանի որ ես արդեն լավ չէի, ես արդեն չէի շփվում, ճիշտ է խանութում էի քնում դառնում, բայց դուռը փակ էր։ Տղայիս էլ ասել էի, Սերոջան, լավ չեմ, ոնց որ ասում են, մի եկեք։ Դա համենայն դեպս էի ասել։ Ու պատասխանն եղավ, առավել ևս զանգեցի, ասի, ես հիվանդ եմ, չգաք, մամ, ինչ անենք, ինչով օգնենք, բանման, Սերոջան, ինձ ոչ մի բան պետք չի, ես լավ եմ։ Դեղմեղ ամեն ինչ կա մոտս, լավ է։ Մի 10 օր հետո նորից գնացի Ստեփանակերտ ստուգման, ասեցին առողջ եք, բացարձակ։ Իսկ երևանյան հիվանդանոցներում մեր գնացածները, իմ տարիքին, ինձանից երիտասարդ մարդիկ հիվանդանոցում մահացան, բժիշկների ձեռքի տակ։ Կարծեց, թե դա էլ էր պայմանավորված, որ մարդիկ պիտի մեռնեն։ Փառք Աստծո։ Այդ նույն ընտանիքից կինը չէր գնացել, տաններ բուժվեն, ամուսինը հիվանդանոցում մահացավ։ Այնպես որ մենք շատ դժվար օրեր ենք անցկացրել, բայց միշտ պիտի ասենք փառք Աստծո, Աստված մեզ հետ։ Չգիտեմ, ինչ ասեմ, մեր ժողովրդի մասին։ Մարդիկ մի մասը անտուն են եղել եկել են ընդեղ, մի մասը տուն են ունեցել եկել են։ Գալուց հետո այդ հողը ոնց որ մարդկանց վարակել է, որ պիտի մնաս։ Ես տուն եմ ունեցել, մենք մեր տուն ունեցել ենք Երևանում։ Հիմա իմ հարցս
մեկը երեխեքի հետ այնտեղ է ապրում։ Մյուս տղայիս համար է սերտիֆիկատներից իմը, Իրանը, իրա կնոջ ընտանիքինը 3 սերտիֆիկատ միացրել ենք, Երևանի ծայրամասում միակ բարձրահարկում եւս գումար են ավելացրել բարեկամությունը օգնելա միած 3 սենյականոց են առել։ Ես դեռ չեմ տեսել իմ համաձայնություն իմ սերտիֆիկատը տվել եմ, բայց ես չեմ տեսել։ Պատկերացրեք, չեմ էլ պատկերացնում ես ոնց եմ ոտքս դնելու այդ տունը։ Սիրտս չի կապնում, որտեղ Երևանում է։ Թորներս լավ սովորում են։ Հենց այդ տղայիս աղջիկը գերազանցիկ է սովորում քոլեջում, լեզուներ է սովորում, տղան դպրոցում է 7-րդ դասարան, էլի շատ լավ է սովորում, դպրոցում ուզում էին, որ տունը վերցրեցին, տնից հեռու էր փոխեին, բայց պարզվեց, որ դպրոցը չի թողում իրար, ասում են մեր լավ աշակերտն է մի տարեք, ինքն էլ գտնում է, որ արդեն սովորել է այդ երեխեքի հետ, ավելի լավ է մնա այդ դպրոցը։ Մի խոսքով, ասում են կյանքն առջևում է, մեր երիտասարդները առողջ լինեն, խելացի լինեն, որ մեր պետության, մեր ազգի համար պիտանի լինեն։ Այս տղայիս երեխեքն են լավ սովորում են, մեկը 9-րդ է, աղջիկը հոգեբանության բաժնում է սովորում, բայց նրան վճարովի է, իսկ այն մեկը, որ գերազանցիկ է, վճարովի չի։ Ինչ ասեմ։ Շատ ասերեք, շատ շնորհակալ եմ։ Այնպես որ եթե գտնում եք ինչ-որ մի բան պետք է ավելացնել, ասեք ասեք։ Մենք մեր ձևով կառուցեցինք մեր ազատագրված հողերը, ոչ միայն մեր ձորը, գյուղերը, մյուս շրջանները սրտանց արեցին մեր ժողովուրդը, ինչ որ արեցին սրտանց, ու ես միշտ համեմատում եմ այս շրջանը Արցախի, Արևմտյան Հայաստանի մեր շրջանների հետ, ու եթե ինչ-որ մեկը հիմա կանգնի ու կասի, որ ինքը ուզում անդեղ, թող գլուխը պատովը տա, չի ուզում ինքը արկածախնդիր է, ուզող մարդիկ կգային ստեղ, կասեին ստեղից սկսենք, ուզում են ինչ անեն, այս բնակչությունը ինչքան մարդ գար ընդեղ տեղ կար ապրելու, մի մասն եկա փառք Աստծո գոնե եկան, մյուս մասը էլի գյուղերից վազում է Երևան, իմ ծնողները մեզ ասում էին, աղջիկ ջան, մի տուն առեք Երևանում, 2 տղա ունես, տղեկս ասում էին, մամ, մենք ապրում ենք էլի ստետ, տունն էլ կա, տեղն էլ կա, ինչներս է պետ Երևանը, ու պարզվեց, որ պետք է, ուղղակի վարձով չապրելու համար, ոչ թե որ մենք ապրենք, վարձով չապրելու համար, որտև այս տունը մինչև առան, համարյա 2 տարի և ավելի 20 թվից 23 թիվ, 2 տարի ու կես ամսական 180,000 վարձ են տվել, տանտերը վերջում ուզում էր ավելացներ, ասում էր դե արդեն թանկացել է, ինքն էլ Եվրոպայում է, ավելացնեմ, լավ էր, մերոնք ասել էին, արդեն մենք ձևակերպում ենք դուրս գանք, տունը պիտի վերցնենք, համաձայնվել էր չէր ավելացրել, մի 3 ամիս, 4 ամիս շուտ ինք ուզում էր ավելացնել, մինչև մեր փաստաթղթային հարցերը լուծվեց, մերոնք տեղափոխվեցին, բայց որ եկել տունը նայել էր, ինքը թե բարեկամը չգիտեմ, ապշած էին մնացել,
ասել են մենք չէինք սպասում, որ դուք մեզ սենց մեր տունը կվերադարձնեք։ Ամեն ինչ ասեցի։ Մեր ժողովուրդներ մեծ մասն ասում եմ, աշխատող, նորմալ, իրանք համար ստեղծող, շատ քիչ ունեինք անորակներ, որոնք մտածում էին մենակ մեր հաշվին ապրեն, ապրեցին։ Հիմա, ոնց որ ասում եմ, այդ ընտանիքը, բազմազավակ ընտանիքը, հիմա Տաշիրում կարծեմ Միխայլովկա գյուղում են, ասել է մեր բնակիչներին, ուր այստեղ տիկին այդա չկա։ Ասում իհարկե չի լինի։ Ով է գրվել ձեզ պահի։ Հələ մենք պահում էինք, ասում ենք մեր բնակիչն եք։ Եվ պահում էինք, գիտեք ոնց, ունես չի որ ինքը չուներ, այս վերջի տարին, 2 տարին, իրանք մեծ գումարներ էին ստանում, բայց քանի որ իրանք բնավորությամբ սրիկա էին, ուղղակի չէին վճարում, խաբում էին, ասում երդվում էր իր երեխեքով, փողը ստացավ կբերի կտա, փողը ստանում էր, գալիս ասում էր չեմ ստացել, փողը ստանում անդեղից հեռախոսը առել եկել առել, տիկին այդա գիտեք ասում, այս հեռախոսը սոցապում ինձ նվիրեցին, ասում Անա ջան, ինչա քեզ թվում, որ ես այդքան հիմար եմ, հեռախոսը քեզ չնվիրեցին, առել ես, բարով վայել ես, չես ուզում փողը տաս, ասա չեմ ուզում տամ, բայց գոն ինձ հիմարի տեղ մի դեր Անո ջան, դե հիմա էլ ընդեղ Անո ջան հեռախոս առ, կառնես, քո փողը հիմա չի հերիքում քեզ, որ դու քո երեխեքի հացն առնես, տունը տվել են, տան ինչ-որ կահկարասի են տվել, ինչ-որ լավ տուն է, 2 հարկանի ման, բայց ինչ, պետք է աշխատեք, որ ապրեք։ Այն ժամանակ վարչակազմի ղեկավարն ասում է, Ազատ մի խմի, չի կարելի խմած մեքենա ես քշում, ինքն էլ կողքից ասում է, ոնց, իմ ամուսինը պետք է անպայման առանց խմել չի կարա, պետք է խմի, դե թող խմի հիմա այնտեղ, դե խմեք, ծխեք, երեխեքին էլ հաց տվեք, Աստված իրանց հետ, ես չեմ ասում թող չլինի, սոված մնան չէ, թող Աստված եթե կարող է օգնի, այն ժամանակի միջոցով էր օգնում Աստված իրանց, հիմա էլ թե կարա թող մեկին գտնելի թող դրանց օգնեն, չգիտեմ, իսկ պարկ վերադարձնելու խոթու չկա, բրծավ, կորա, ոչինչ, Աստված մեծ, ասում մի դուռ որ փակում, մյուսը բացում, դե ասեք, խնդրեմ, Շատ